Ամանորն առանց քաղցրավենիքի չի լինում, իսկ փախլավան սեղանի ամենասիրվածներից է։ Տեսակները շատ են՝ գավառի կամ բայազեդի, Արցախի պատրաստում են փախլավան ամենաարագ ու հեշտ տարբերակով։ 3 շերտավոր խմոր է մեզ անհրաժեշտ, որի բաղադրագիրը կգտնեք իմ էջում։ Նախապես թխենք առաջին գունդը, գրտնակում եմ, տապակի դարձերեսին փռում, ծակծկում, որ շատ չբարձրանա։ Մի փոքր մեծ եմ բացում խմորը, որովհետև թխվելիս փոքրանալի է։ Բացում եմ երկրորդ շերտը, փռում խորը տապակի մեջ։ Միջուկն եմ պատրաստում, ընկույզը երբեք չեմ մանրացնում 1/2 կամ 1/4 կտորներով է։ Ավելացնում եմ շաքարավազ, դարչին, մեխակ, հիլ։ 2 հավկիթից առանձնացնում եմ սպիտակուցներն ու ավելացնում ընկույզին, լավ խառնում։ Սպիտակուցները չեմ հարում, նույն արդյունքն է ստացվելու։ Միջուկը խառնում եմ եւ կեսը լցնում առաջին շերտի վրա, հետո դնում եմ կիսայեպ շերտը, որի վրա էլ ընկույզի մյուս մասն եմ տարածում։ Երրորդ շերտն էլ եմ փռում, 2 դեղնուցը նոսրացնում եմ կաթով կամ սերուցքով, պատում եմ կիսապատրաստվածքի մակերեսը մակակտրում։ Թխվելուց հետո նախապես պատրաստված շաքարաջրի ու մեղրի խառնուրդով եմ պատում։ Պարտադիր պայմաններից է, որ կամ շաքարաջուրը կամ կիսապատրաստվածքը միացնելիս մեկը սառը լինի, մյուսը տաք։ Հայկական խոտաբույսերի փնջիկից թեյ եմ պատրաստում եւ անուշաբույր փախլավայով վայելում։